2025 թվականը կադաստրի կոմիտեի համար եղել է բովանդակային և համակարգային վերափոխումների տարի։ Այս մասին 2025 թվականի ամփոփիչ ասուլիսի ընթացքում հայտարարել է կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։ Նրա խոսքով տարվա ընթացքում կոմիտեին հատկացվել է 4 միլիարդ դրամ, որն ուղղվել է ընթացիկ և կապիտալ ծախսերին և հատկապես թվայնացման օրակարգի զարգացմանը։ 2025 թվականին մատուցված ծառայությունների արդյունքում հավաքագրվել է շուրջ 8 միլիարդ 650 միլիոն դրամ, այսինքն տարբերությունը ծախսերի և հավաքագրված ծառայությունների մատուցման արդյունքում հավաքագրված միջոցների միջև տարբերությունը կազմել է շուրջ 4 միլիարդ 600 միլիոն դրամ, որը վճարվել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Կոմիտեի ղեկավարի խոսքով նշված ցուցանիշը մոտ է 2024 թվականի տվյալներին և գերազանցում է նախորդ տարիների հավաքագրված միջոցները։ Միաժամանակ արձանագրվել է որոշակի նվազում, պայմանավորված հիմնականում գնման իրավունքի գրանցման գործարքների քանակի նվազումով։ Սուրեն Թովմասյանը տեղեկացրել է, որ 2025 թվականի ընթացքում մշակվել և ընդունվել է 21 օրենք և նույնքան կառավարության որոշում, ինչը նրա խոսքով վկայում է ոլորտում բարեփոխումների բարձր ինտենսիվության մասին։ Առանձնահատուկ կարևորություն է տվել ռիելթորական գործունեության մասին նոր օրենքին, որը միտված է անշարժ գույքի շուկայում ծառայությունների որակի բարձրացմանն ու նոր ստանդարտների սահմանմանը։ Նախատեսված է համապատասխան օրենքով, որ ռիելթորները, այսինքն անշարժ գույքի ոլորտում ծառայություններ մատուցող են միջնորդ ծառայություններ մատուցողները, պետք է որակավորվեն արդեն օրենքի տրամաբանությամբ, որակավորման համար նախատեսված է հատուկ հարցաշարերի ընդունում, հաստատում և քննության ընթացակարգի հաստատում և ներդրվելու նոր անշարժ գույքի կառավարման ինստիտուտ, որը թույլ է տալու անշարժ գույքի սեփականատերերին առանց հավելյալ վարչարարության իրենց սեփականությամբ անշարժ գույքը հանձնել կառավարման և այդտեղից ստանալ համապատասխան եկամուտներ և կառավարչի հանդեպ էլ կան որոշակի սահմանված պահանջներ։ Նրա խոսքով օրենքը ուժի մեջ կմտնի 2027 թվականի կեսերին, իսկ մինչև այդ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ թվային հարթակների և ենթաօրենսդրական ակտերի մշակման ուղղությամբ։ Կադաստրի կոմիտեի ղեկավարն ընդգծել է, որ 2025 թվականին ամբողջությամբ ավարտվել է փաստաթղթաշրջանառության թվայնացման փուլը։ Այսուհետ իրավահաստատող փաստաթղթերը կադաստրի կոմիտե են ներկայացվում բացառապես էլեկտրոնային եղանակով։ Ներդրվել է նաև ինքնաշխատ իրավունքի պետական գրանցման ինստիտուտը, որը պիլոտային ռեժիմով կգործարկվի անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների համար։ Նոր համակարգը թույլ կտա գործարքի պահին անմիջապես գեներացնել սեփականության իրավունքի վկայականը առանց ժամկետների սպասման։ Սուրեն Թովմասյանն անդրադարձել է նաև ինքնակամ շինությունների հաշվառման նոր կարգավորումներին։ Ըստ ընդունված օրենքի 2021 թվականի օդային լուսանկարահանման մեջ արտացոլված ինքնակամ շինությունների հաշվառման համար քաղաքացիներին տրվել է լրացուցիչ ժամկետ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։ Հաշվառումը համարվում է արդեն օրինականացված շինություն, թե ոչ, ես կուզեմ սա էլ պարզաբանել, որ ոչ, դա չի համարվում օրինականացված շինություն, հաշվառումը դա այն պրոցեսի սկիզբն է, որը թույլ է տալու քաղաքացիներին դիմել համայնք, որպեսզի համայնքի որոշմամբ այդ շինությունը ճանաչվի օրինական, եթե այն կբավարարի քաղաքաշինական բոլոր պահանջներին, նորմերին և համապատասխան իրավական կարգավորումներին։ Այսինքն մենք պետք է հասկանանք հետևյալը, որ հաշվառում դա չի նշանակում օրինական շինություն, բայց եթե մենք ցանկություն ունենք օրինականացնել մեր կողմից կառուցված ինքնակամը, ապա պարտադիր պահանջ է հաշվառման իրականացումը։ Թովմասյանը ներկայացրել է նաև կողակցի իրավունք ինստիտուտի ներդրումը, որը թույլ կտա ողջ կողակցին պահպանել ամբողջ գույքի նկատմամբ իրավունքը, նաև հետադարձ հիփոթեքի գործարկումը, թոշակառուների սոցիալական պայմանների բարելավման նպատակով։ 2025 թվականին շարունակվել են աշխատանքները նաև տարածական տվյալների ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։ Սուրեն Թովմասյանի խոսքով 280 բնակավայրերում իրականացվել է կադաստրային քարտեզների թաղամասային ուղղում, իսկ 2026 թվականին ծրագրվում է գործընթացի ավարտը։ Միաժամանակ ներդրվել է հասցեների միասնական ռեեստր, որը կարևոր նշանակություն ունի թե բիզնեսի, թե պետական և արտակարգ ծառայությունների արդյունավետ աշխատանքի համար։ Կադաստրի կոմիտեի ղեկավարը նշել է, որ 2026 թվականին նախատեսվում է կյանքի կոչել 18 օրենսդրական նախաձեռնություն, շարունակելով անշարժ գույքի ոլորտի թվայնացման, թափանցիկության և շուկայի ակտիվացման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։